Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր ես անդրադառնալու եմ շատ կարճ երեք Գոհար Մելոյանի արած սկանդալային հայտարարությանը։ Սկանդալային, որովհետև Գոհար Մելոյանը կարծում է, թե ինքը, եթե պատգամավոր է ընտրվել, կարող է խաբել ժողովրդին, հայտարարելով, որ օրինակ Գիրանցը անկլավ է եւ սահմանազատման արդյունքում հանձնվել է այլ պետության։ Գոհար Մելոյանին ես եւ իր խմբակցության անդամներին հրավիրում եմ Գիրանց առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին, ես նրանց հետ էքսկուրսիա կանցկացնեմ, կբացատրեմ ինչ է անկլավը, ցույց կտամ Գիրանցը, կպատմեմ նրա հազարամյա, երկհազարամյա պատմության մասին, մանրամասներ կներկայացնեմ եւ առավել շատ կանգնեմ սահմանազատման գործընթացին ու կպատմեմ ու կբացատրեմ, թե ինչ էր լինելու Գիրանցի եւ հարակից գյուղերի Տավուշի մարզի հետ, եթե հանկարծ հաղթեր անառողջ բանականությունը։ Գոհար Մելոյանը երևի չգիտի, որ ինչու սահմանազատումը սկսվեց Գիրանցի հատվածից։ Բանն այն է, որ 90-ականներում տեղի ունեցած պատերազմական մարտական գործողությունների հետևանքով կամ արդյունքում սահմանային փոփոխություններ են տեղի ունեցել, սկսած նոյեմբերյանից վերջացրած մինչև Գեղարքունիք։ Եվ հենց Գիրանցի հատվածում էր, որ ադրբեջանական մի քանի բնակավայրեր կիսով կամ մասամբ հայտնվել էին հայկական ուժերի վերահսկողության ներքո եւ խաղաղության գործընթացը ամրապնդելու համար այդ բնակավայրերը պահելը նախ անիմաստ էր, երկրորդն էլ անտրամաբանական։ Ի վերջո ոչ թե 4 գյուղ էր ադրբեջանական հայտնվել հայկական կողմի վերահսկողության ներքո, այլ 1.5, բայց այստեղ հիմա հարցը դա չէ։ Հարցը այն է, որ Գոհար Մելոյանը եւ իր ընկերները կարծում են, որ Տավուշի մարզից 4 գյուղ հանձնվել է Ադրբեջանի։ Իրենք կամ հավատում են այդ ստին, կամ չեն հավատում, բայց դիտավորյալ շարունակում են այն տարածել։ Ես ուզում եմ հավատալ, որ իրենք խաբված են։ Եվ իրենք իրոք չգիտեն ինչ է անկլավը, ինչ է սահմանազատումը եւ թե ինչ եղավ Գիրանցում 24 թվականի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին։ Այնպես որ ես Գոհար Մելոյանին եւ իր խմբակիցներին շաբաթ եւ կիրակի օրերին սպասում եմ Գիրանցում։ Ես իրենց կբացատրեմ նաեւ, թե ոմանք ինչ երազանքներ ունեին Գիրանցի հետ կապված եւ ինչ պլաններ ունեին Գիրանցում սահմանազատման ձախողման հետ կապված։ Կբացատրեմ, հուսով եմ կհասկանան, բայց ես կարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի, որ մանդատը վայր դնի, որովհետև նման կոպիտ սխալ հայտարարություն անելուց հետո չեն գնում ազգային ժողով։ Ես Գոհար Մելոյանին կխնդրեմ, կառաջարկեմ, որ բռնի Էդգար Ղազարյանի ձեռքը եւ հեռանա այլ աշխատանքով զբաղվելու։ Ազգային ժողովն իրենց տեղը չէ։ Նարեկ Կարապետյանն էլ պետք է մտածի, թե ում է իր շուրջը հավաքվել, այսինչ մակարդակի մարդիկ են։ Միթե իրոք ճիշտ են այդ լուրերը, որ այդ մարդկանց միայն փողն է հետարքիր։ Նարեկ Կարապետյանի հորեղբոր, հոր գումարները։ Հուսամ ես սխալվում եմ, բայց դե փաստերը այլ բանի մասին են խոսում։ Այսքանը ես Գոհար Մելոյանի եւ իր խմբակցության ընկերներին շաբաթ եւ կիրակի օրը սպասում եմ Գիրանցում։ Լավ եղեք, շնորհակալություն։